Բարի լույս հարգելի հետևորդներ ջան, այսօր շաբաթ օր է եւ բոլորիդ ցանկանում եմ բարի խաղաղ շաբաթ օր հարգելիներս։ Տեսեք յասամանի ծառը ամբողջ կանանչիներս ծլել է հարգելիներս, նայեք, այստեղ սամիթ էր, սոխ եւ համ է։ Հիմա ցելոֆոնը բացել ենք, ջրել ենք, նորից հեսա կծածկենք։ Այստեղ է բոլորը նոր ցանած կանանչիներ են, այսինքն նոր ասելով մի քանի օր է, որ ցանել ենք, դեռ նոր է ծլե։ Ծիլերը նոր երևում է։ Այստեղ էլ առավոտյան կարտոֆիլ ցանեցինք, 2 մարկ կարտոֆիլ ցանեցինք, բայց դե պետքա մի մարկ էլ ցանեմ, հենա հարգելիներս փորել ենք, պատրաստել ենք, որ մի մարկ էլ ցանենք։ Ինչ անշոտ է գալիս խնձորի ծաղիկներից։ Սրանք էլ խաղողի տնկիներ են հարգելիներս։ Հենց նոր ենք տնկե։ Գարունը, անցած տարի գարունը տնկել ենք, այս տարի տեղափոխում ենք տեղերը։ 2 շարք ես անում, հա։ Այս թզուկ ծառներն էր, հարգելի հետևորդներ, ես ասացի չէ, մարգա խնձորներ են։ Սրանք չեն էլ մեծանում, այսպես փոքրել մնում են կարճ։ Ցորենը արդեն ծիլա տվե, փոքրիկ ծիլերը երևում է ցորենի, բայց ոսպը, հա, ոսպն էլ է երևում, ահա, նայեք, հեսա ծիլա տվե։ Հիմա նորից մի հատ կջրեմ, բայց սպիտակաձավարը հələ դեռ տեղից չի շարժվում։ Այսօր եղանակն էլ խառնվեց, հարգելիներս։ Նորից մթնեց եղանակը, անձրևային
եղանակա, ոնց որ ուզում է անձրև գա։ Մեկնաբանություններում ես հասկացա, որ իրոք ոսպ ցանողներ շատ կան, հարգելիներս։ Գրում են, որ շատ էլ գեղեցիկ ա լինում, երբ որ ինքը ծլում ա, կանանչում ա, շատ գեղեցիկ ա լինում։ Ինձ գրել էին աճարը կարող ա, աճարով էլ հանկարծ ուզենանք նորից այս ձևով ցանենք ծլի, անկեղծ ասած չգիտեմ աճարը, բայց միգուցե դա էլ լինի, եթե սպիտակաձավարը լինում ա, աճարն էլ կլինի, հարգելի հետևորդ ջան, կարելի ա մեկ անգամ փորձած ու դրանից հետո արդեն պարզ կլինի, այնքան եմ ջրում, որ նայեք ժողովուրդ ջան, որպեսզի բամբակը լավ թրջվի և անցնի ցորենին, սպիտակաձավարին, ոսպին։ Հարգելիներս, որոշել եմ այսօր պատրաստեմ թաբուլե, դե ես նախապես եռացրած ջրով արդեն բլղուրը թրջել եմ, ընդամենը մեկ բաժակ բլղուր եմ վերցրել, հիմա կտրատում եմ թարմ համով։ Կանաչ սոխ եմ կտրում, կտրատում եմ մարոլ, երկու հատ պամիդոր եմ կտրում մեջը, հարգելիներս, կարող եք նաև պատրաստել տոմատի մածուկով, դա շատ համով ա ստացվում։
աղցանին ավելացնում եմ սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, աղ եմ լցնում, լցնում եմ լիմոնի հյութ, 2 ճաշիկ թալ, և 4 ճաշիկ թալեր ձիթա յուղ հարգելիներս։ Լավ կխառնեմ։ Դե հարգելիներս, սա էլ իմ պատրաստած թաբուլեն, շատ համեղ և դիետիկ աղցան։ Հիմա զարդարում ենք թաբուլեն այս գեղեցիկ մարոլով, այ այսպես։
Հարգելի հետևորդներ, ծաղիկներս եմ ցույց տալի, խոհանոցից բերել եմ հյուրասենյակ։ Հիսուսի փուշն էլ լուսամուտի գոգից իջացրել եմ ներքև, որ տանեմ դուրս։ Մտածում եմ տանեմ դուրս, դրսում էլ բոլորը տերևաթափ կլինի, գեղեցիկ ծաղկել է, շքեղ տեսք ունի։ Միայն մնում է Հիսուսի ծաղկի ամանը փոխեմ, բայց վախենում եմ, որովհետև շատ փշոտ ծառ է, չգիտեմ ոնց պետքա փոխեմ։ Տեսեք, ու ինքն էլ ներքև է իջե, պետքա փայտ դնեմ։ Այստեղ մի փոքրիկ անկյուն եմ սարքել ծաղիկների, սա էլ դրսի լուսամուտի գոգի ծաղիկներն էին, այսօր ներս բերեցի, մտածի, որ նորից կարող է անձրև գա, ամբողջ ծաղիկներս հողը շատ թրջվի, դե էլ արդեն պետք չի, որ շատ ջուր լինի ծաղիկի հողը, ինքը ծաղիկը տակից կսկսի փթելը։ Դուք հլը այս ծաղիկի փայլը տեսեք, հարգելիներս, տեսեք ինչ սիրուն փայլում է ինքը։ Բայց գեղեցկուհուն, հլը տեսեք։ Կիտայսկի ռոզան էլ, հարգելի հետևորդներ, դրել եմ այս անկյունում, լուսամուտից լույս է վերցնում ու լավ էլ աճում է։ Հենց այստեղ էլ կթողեմ, չեմ տեղափոխի, թող այստեղ էլ մնա։ Սա էլ կիտայսկիս ռոզան է։ Այստեղ էլ լուսամուտի գոգին ընդամենը 2 հատ ծաղիկ եմ թողել, հարգելիներս, չգիտեմ մութ է երևում է, թե չէ, այս գեղեցիկ ծաղիկը, չգիտեմ այս ծաղիկի անունը, բայց հա, մորսիրտ, կներեք, մորսիրտ են ասում, սա էլ շատ սիրուն աճում է, մեկ էլ այստեղ ունեմ Հիսուսի փուշ, չէ, ֆիկուս, տեսեք, սա էլ ինձ սիրուն աճել է, սա էլ չեմ իջացնում, հարգելիներս, կթողեմ էլի լուսամուտին, հետո մի ամիս էլ կանցնի, նոր կհանեմ դուրս։ Դեռ ռիսկ չեմ անում դուրս հանեմ, որովհետև վախենում եմ անձրևներից։ Էդ էլ այդպես, հարգելի հետևորդներ ջան։ Դե, հարգելիներս, այսքանով էլ ավարտեմ իմ այսօրվա հոլովակը և նորից բոլորիդ մաղթեմ բարի և խաղաղ գիշեր, հարգելիներս։